բանի համակարգ կա, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին բանա պետք է ապահովի, չէ, պարտքն է, չէ, պետության ապահովել քաղաքացիների սոցիալական, թող ապահովի։ Եվ քաղաքացիները համընդհանուր ասում են չենք աշխատում կառավարություն, նպաստ տուրում ես, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն եւ մնացած ամեն ինչ։ Թթվասերներն իսա են կառնելու։ Որտե՞ց, Ժողովուրդ ջան, որտե՞ց։ Չի լինում տեն։ Հա, ճիշտ ասում։ Թթվասերի արտադրողն էլ չկա, որ արտադրի, որ գոնե նիսա առնենք։ Ես ուզում եմ ասել, որ ես երբեմն չեմ հասկանում, որովհետև երբեմն ասում եմ առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ, ես ինձ համար ընդունելի չի որոշակի բանա հազար ներողություն այդ բանի համար, ասենք այդ որոշակի մուննաթային տոն, որտեղ մենք չենք աշխատում 20 տարի է, ուսենք տուն չունենք, էս չունենք, այն չունենք, այն չունենք, այն չունենք, հիմա հազար ներողություն իհարկե բանի, բայց եթե հիմա ես էլեկտրոնային փոստս բացեմ, էկրանին արտահայտվեն, ասենք ես դա խնդիր է։ Մենք պետք է ասենք դա նորմալ չի, Ժողովուրդ ջան, տենց բան ասել։ Ասել գիտես ինչ չեմ աշխատում։ Տուն չունեմ, ես չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ։ Չի լինում տեն Ժողովուրդ ջան, չի լինում։ Դա նորմալ հանրային հարաբերություն չի։ Բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ Էսա նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Որովհետև երբ որ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես ինչն է դրա պատճառը, հասկանում ես, որ դեպքերի 80%-ում խնդիրը կրթության մեջ է, կամ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել։ Ստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու։ Եվ ես կարծում եմ, որ բյուջետային քննարկումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք այս բոլոր շերտերին անդրադառնանք։